Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանը, բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, վերջին շրջանում դուք պարբերաբար պնդում եք, թե Հայաստանը պետք է, եթե մեղմ ասեմ, վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ եթե մի քիչ ավելի ֆետիշացնեմ կամ կոշտացնեմ, ընդհանրապես խզի կապերը Մոսկվայի հետ։ Հիմա ըստ ձեզ Հայաստանը այս դեպքում, եթե երկրորդ տարբերակի վրա են գնում, Ռուսաստանի հետ թշնամանալու ներուժ ունի, հատկապես 2020 թվականից հետոյի Հայաստանը։ Ընդհանրապես ոչ միայն 2020 թվականից հետո, նույնիսկ հիմա մենք կարող ենք ասել 2022 թվականից հետո, հատկապես մենք ես չգիտեմ, կարծում եմ, որ մի փոքր թյուրիմացություն կա, ես երբեք չեմ ասել, որ մենք պետք է խզենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Չէ, դե ասենք օրինակ պրոռուսական մեր գործընկերները մի հատ այդպես գնդակահարման ցանկ էին, չէ, հրապարակել, որտեղ դուք այդպես պատվավոր երրորդ տեղում եք, եթե չեմ սխալվում։ Հա, դե դա առանձին հիմա այբենական կարգով միշտ այդպես է եղել, դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած, միշտ Ազատ Արշակյան առաջինը գնդակահարության կամ վարքեվատարման, բայց ես կարծում եմ, որ մենք պարբերաբար Ռուսաստանի հետ ունենում ենք լավ եւ վատ հարաբերություններ։ Որոշ դեպքերում դա մեզանից անկախ է։ Այսինքն մենք չենք կարող փոխել վիճակը, բայց որոշ դեպքերում, այսինքն մենք պետք է ջանք թափենք, որպեսզի մենք կարողանանք կառավարել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես միշտ կոչ եմ արել, որ Ռուսաստանի հետ լինենք գործընկերային հարաբերությունների մեջ։ Պարտադիր չի դա լինի բարեկամական հարաբերություն։ Եթե Ռուսաստանը օրինակ քաղաքացիական պատերազմ է սկսել իր երկրում, ունենք մենք այդ փորձը, մենք չենք կարող միանալ Ռուսաստանին եւ մասնակցել նրա քաղաքացիական պատերազմին։ Ցավոք սրտի մենք դա արել ենք 1917, 18, 19 մինչև 23 թվականը մենք Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին մասնակցել ենք, չենք հրաժարվել։ Ես կուզենայի, որ մենք հրաժարվեինք եղբայրը Ալեքսանդր Մյասնիկյանը, Անաստաս Միկոյանը, Հայկ Բժշկյան, Հայկ Բժշկյանցի բանակը զորքը մասնակցել է քաղաքացիական պատերազմին, ջարդ է կազմակերպել։ Մեծ աղետ է եղել Ռուսաստանում։ Ես կուզենայի, որ մենք այդտեղ ասենք, որ ժողովուրդ, մենք ձեր քաղաքացիական պատերազմին չենք մասնակցում։ Կամ երբ որ Ռուսաստանը միանում է Թուրքիային, օրինակ ասենք Լենին-Աթաթուրք պակտը, մենք այդտեղ պետք է ասենք, որ մենք ձեր հետ չենք։ Մենք չենք կարող ինքնալիկվիդացման գնալ։ Դե մենք ասեցինք, որ մենք ձեր հետ չենք, հետո ստորագրեցինք Ալեքսանդրոպոլի պայմանագիրը։ Չէ, Ալեքսանդրոպոլի պայմանագիրը արդեն հետևանք էր։ Հետևանքերը ռուս-թուրքական արշավանքի, դրանից առաջ մենք ասեցինք, որ մենք ձեր հետ չենք։ Չէ, ընդհակառակը, մեր զորքերը 150,000 էթնիկ հայ զինվորական Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից էր։ Նրանց մենք պետք է հետ կանչեինք, այդպիսի կամք պետք է ունենայինք եւ ազդեցություն։ Կամք եւ ազդեցություն, որ մենք Մյասնիկյանին հետ կանչեինք Ռոստով-на-Դոնու, ասենք, արի իսկական Նախիջևանը պաշտպանի։ Եթե մենք մեր 150,000-անոց բանակը, գոնե ասենք մի 20,000 սպա հետ բերեինք Հայաստան, Ալեքսանդրոպոլի պայմանագիրը չէր լինի, թուրքական բանակը ի վիճակի չէր։ Դե Սարդարապատից հետո մենք փորձը ունենք, երբ որ մենք մեր զորքերը հետ հրամանատարությունից հանեցինք Ռուսական իմպերիայի, այդ դրա մասին է խոսքը։ 1918 թվականի մայիս ամսին մենք հանեցինք մեր բանակը, զինվորականներին, Ռուսական իմպերիայի հրամանատարությունից դարձրեցինք մերը, Սարդարապատում հաղթեցինք։ Այ ես դա եմ ասում, երբ որ մեր շահերը եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում, պարբերաբար այդպես լինում է։ Մենք պարտավոր ենք Ռուսաստանին հրաժեշտ տալ, բայց գործընկերային հարաբերություններով։ Ասենք որ դադարեցնում ենք ձեզ զինվորական դաշնակիցը լինել, զինվորական դաշնակիցը չենք մենք օրինակ Հայաստանի Հանրապետության դեմ կամ Անտանտայի դեմ, ճիշտ այնպես ինչպես այսօր Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց, որ Ռուսաստանի զինվորական դաշնակիցը չի Ուկրաինայի դեմ։ Եվ ոչինչ, չէ, երկինքը փուլ չեկավ մեր գլխին։
Ոչինչ, կարծես թե վատ բան չկա, մենք չմեկուսացանք, աշխարհը մեզ չմեկուսացրեց եւ Ալեքսանդրապոլի պայմանագիր, խայտարակ պայմանագիր մեզ չպարտադրեց, բայց մենք տեսեք արեցինք, երկու անգամ դա արել ենք, 1918 թվականին ենք արել, եւ հրաժեշտ ենք տվել Ռուսաստանին։ Ես պետք է ասեմ, որ մենք չենք նախաձեռնողը եղել, Ռուսաստանը ինքն է հեռացել Հայաստանից, ինքն է հեռացել։ Ես դա էի ուզում ասեի, որովհետև տեսեք, նախ երկու հանգամանք։ Առաջինը դեպի Ռուսաստան ձգտող մարդիկ, քաղաքական գործիչները նախ ասում են, որ Հայաստանն ինքն է դավաճանել Ռուսաստանին, այս վերջերս այդ բավական ակտիվ խոսույթ է, եւ երկրորդը պնդումների մակարդակով ասում է, որ եթե մենք այսպես շարունակենք, Ալեքսանդրապոլի պայմանագիրը դեռ առջևում է։ Այսինքն մեզ այնպես ընկերաբար բարեկամաբար զգուշացնում են, իրականում սպառնում են։ Ասում են դուք դեռ հլա Ալեքսանդրապոլի պայմանագիր կտեսնեք։ Գիտեք, մի նրբություն էլ կա, ինչ մակարդակում են մեզ դա ասում, բարձրագույն մակարդակում, օրինակ Լենինի մակարդակով երբեք մեզ չեն ասել, որ դուք Ալեքսանդրապոլ կստանաք, եթե պրոլետարական հեղափոխությանը չմասնակցեք, բայց ներքին օղակներում Ալեքսանդրապոլի պայմանագիր սարքեցին, գենոցիդ Նիկոլայ II-ը երբեք չի ասել։ Հիմա այս ասել։ դեպքում կարելի ասել, որ մեզ ասում են Կրուպսկայայի մակարդակով, եթե վերցնենք, որ Կրուպսկայան, ասենք, Մարգարիտա Սիմոնյանն է։ Հա, տեսեք, այ Մարգարիտա Սիմոնյանի ես ավելի բարձր Գոսդումայի падգամավորների մակարդակով դա ասվում է, բայց դա պետության կարծիք չի, օրինակ Պուտինը մեզ չի ասել, չի սպառնացել։ Ես կարծում եմ, որ հենց այսօր էլ Հայաստանի դերը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է։ Ես նույնիսկ երբեմն ասում եմ հայության դերը, որտեղ միայն Հայաստանը չի։ Այդ տեսեք, եթե ժամանակին Ռուսաստանը Հայաստանի հետ լիներ բարիդրացիական բարեկամական հարաբերությունների մեջ, ռուսական գենոցիդը Վոլգայի ավազանում, Վոլգա գետի ավազանում, որ կատարեց Գայը իր երկաթե դիվիզիայով, յուրաքանչյուր փամփուշտի կապլանի կրակած յուրաքանչյուր փամփուշտի դիմաց մի քաղաք էր գրավում։ Դուք պատկերացնում եք դասալիքների ձևավորված զորախումբ, որի անունը երկաթե դիվիզիա է։ Այդ երկաթե դիվիզիան, երբ որ ռուսական քաղաքը գրավում էր, ինչ էր կատարվում, կարմիր տերոր։ Այսինքն ոչնչացնում էին մտավորականությանը։ Եթե Գայը իր երկաթե դիվիզիայով տեղափոխված լիներ Ղարսի ռազմաճակատ, Վոլգայի Ցարիցին Սամարա քաղաքներում, ռուս ժողովրդի արյունը չէր թափվի մեր ձեռքով։ Այսինքն փոխշահավետ է հայ-ռուսական հարաբերությունների բարիդրացիականությունը, բարեկամությունը փոխշահավետ է։ Եթե նրանք կազմակերպում են գենոցիդ, փաստաթղթավորված է դա։ Ես ասում եմ, որ սովետական միության ժամանակ բաց արխիվներ կային, դա գաղտնազերծված է, կար, որ կազմակերպվել է գենոցիդը, որովհետև տարեկան 3 միլիոն ռուս ազգանակցություն էր աճում։ Աճը 3 միլիոն ու չգիտեին ուր ուղարկեին։ Որոշեցին, որ կուղարկեն Հայաստան։ Հայերին ինչ անեն, թուրքերը կանեն։ Շատ հետաքրքիր կոմբինացիա էր դա։ Դա փաստաթղթագրված է։ Եթե այդ ռուսի հետ մենք ինչ պետք է անեինք, Սազոնովի հետ մենք ինչ պետք է խոսեինք, որ ինքը ասում էր, որ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո բրիտանացիները պետք է Կոստանդնուպոլիսը գրավեին, Չերչիլի ղեկավարած նավատորմը պետք է գրավեր, թուրքերին պետք է տեղափոխեին, ուր տեղափոխեին, որպեսզի 3 միլիոն ռուս գնար Ստամբուլ։ Ուրեմն Հայաստան դրա համար կազմակերպվեց, զորքերը հետ քաշեցին, Յուդենիչը Ռուսաստանի թիվ 1 հերոսը, առաջի գեներալ հերոսն է, առաջինը հերոս էր Յուդենիչը, այստեղի զորքերի հրամանատարներ, հրամայեց, որ զորքերը հետ քաշվեն ազատագրված կամ ուզում եք ասեմ օկուպացված Օսմանյան կայսրության տարածքներից։ Հետ քաշեցին զորքերը, ու իսկ թուրքերը ինչ պետք է անեին օսմանցիները, աղուհացով օկուպանտին դիմավորող ժողովրդի հետ ոնց վարվեցին, գենոցիդ կազմակերպեցին, Եղեռն, Ջարդ, ինչ ուզում եք ասեք, կազմակերպված ձևով հետ քաշվեցին, որպեսզի տարածքը ազատվի, էթնիկ զտում կազմակերպեցին։ Հիմա ես ասում եմ, որ մենք այն ժամանակ
Պետք է այնքան ազդեցություն ունենայինք եւ հարգարժան լինեինք։ Նիկոլայ II-ը եկավ, Հայաստան եկավ, Ղարս եկավ Թբիլիսիում, գնաց հայկական եկեղեցում աղոթեց, իրավունք չուներ, աղանդ են համարում նրանք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, աղանդ է, չի կարելի, բայց գնաց, որտեվ քույրեր, եղբայրներ, օգնեք մեզ, ոսոխի դեմ կռվում ենք։ Այդ կարգավիճակը մենք պետք է պահենք, բայց մենք չպահեցինք, նվաստացանք, իջանք, հանձնվեցինք, մտանք իրենց քաղաքացիական պայքարի մեջ եւ ի վնաս Ռուսաստանի, ոչնչացրեցինք դեմոկրատական Ռուսաստանը, այ մեղք։ Ինչի եղավ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որտեղ մենք դեմոկրատական Ռուսաստանի դեմ կռվեցինք, ոչնչացրեցինք դեմոկրատական Ռուսաստանը։ Դրա համար Ռուսը մեզ հետ հաշվի կնստի, կասի դուք 150,000 հայ զինվորական կռվել է։ Ես ասեմ միայն մի օրինակ, Ալեքսանդր Մյասնիկյանը ռուսական իմպերիայի արևմտյան ռազմաճակատի կոմիսարն էր։ Ոչ մի հրաման զինվորական չէր կարող ուժ ստանալ, եթե Մյասնիկյանը դա չէր ստորագրում։ Ինչ արեց Մյասնիկյանը, բացարեց դարպասները գերմանական բանակի առաջ, անձամբ ինքը հանձնեց Մինսկը, հրամայեց դատարկել Մինսկը, թողնել, որ գերմանական բանակը մտնի։ Բայց Մյասնիկյանի հայրենակիցների հետ ոնց կվարվեին բոլշևիկները, ռուս ժողովուրդը։ Ասում որ էլի մենք ենք մեղավոր, հա։ Չէ, այդ հարցում մենք մեղավոր ենք։ Մենք պետք է մեր շահերը պաշտպանենք։ Մեր երկրում պետք է լիներ Մյասնիկյանը, Միկոյանը մեր երկրում պետք է լիներ։ Գայը մեր երկրում պետք է լիներ, որպեսզի Ալեքսանդրապոլ չլինի։ Դե Միկոյանը մեր երկրում եղել է։ Հիմա ես արխիվային փաստաթղթերը նայել եմ, տեսել եմ, քանի գնդակահարության հոդվածի տակ կա իր ստորագրությունը։ Դե տեսնում եք, ուրեմն դա մարադիոր է։ Ընդհանրապես նա մարդասպան է։ Մարդասպան է, բայց մեր մոտ տեսեք նա դեռ ինչ Մյասնիկյանը ինչ համբավ ունի մեր մոտ։ Հիմա ռուսները, ես անձամբ տեսել եմ այդ Լեոնիդ Բարադինը, Պուտինի խորհրդականը, այդ մարդու իրավունքների ինչ որ բան ունեն, այնտեղի այդ խմբից էր։ Մոսկվա հյուրանոցում էր, ինձ հրավիրեցին։ Դավիթ Մուրադյանը ինձ հրավիրեց կինո։ Ասաց որ քո ծանոթներից մեկը քեզ է ուզում տեսնել ռուս։ Գնացի հարցրից, ասաց ես ում հարցանն է, ասեցի Մյասնիկյանն, ասաց ու դուք sense մեծ հարցան եք դրել, ռուսական իմպերիայի կործանողի, դուք sense պատիվ եք տալիս, ասեցի դա ու ինչ էլ մենք գայել ունենք, մենք լուրջ ենք մոտենում մեր չարագործներին, մենք պատիվ ենք տալիս, ուզում ասել ռուսները գիտեն մենք ով ենք, ես դրա համար եմ ասում, մենք պետք է շիտակ լինենք ռուսների հետ, օրինակ այսօր մի կետում ես մեր իշխանությունների հետ համաձայն եմ, որ ՕԴԿԲ-ի արկածախնդրությանը չեն մասնակցում։ Օրինակ Ուկրաինային չեն կռվում Ուկրաինայի դեմ, այդ ագրեսիային չեն մասնակցում։ Ես ասում եմ, որ փաստորեն կարելի է անել։ Ուրեմն 18 թվականին էլ կարելի էր դա անել։ Պետք չէր ռուսական բանակը դասալքության մղել։ Պետք չէր Միկոյանի ստորագրությունները։ Լավ, վերադառնանք, բայց մեր օրեր, տեսեք, քանի որ խոսք գնաց Ուկրաինայի դեմ պատերազմի մասին, վերջին շրջանում, չասեմ հանրությունը ամբողջությամբ, բայց գոնե քաղաքական դաշտում այսպես դիսկուրս կա կապված մայիսի 9-ի ռազմական շքերթի հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցության համաձայնության թեմայով, եւ տեսեք, կողմնակիցները ասում են դա հավասարապես նաև մեր հաղթանակն է երկրորդ աշխարհամարտում, հայրենական պատերազմում եւ հետեւաբար բնական է, որ պիտի Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցի շքերթին։ Անդիմախոսները, անդիմադիրները այս որոշման ասում են, որ դա օկուպանտ երկրի ռազմական շքերթ է, այս պահին, որ օկուպացիայով է զբաղված Ուկրաինայի դեմ օկուպացիոն պատերազմում, որ այնտեղ նույնիսկ կարելի է հիշատակել, որ ադրբեջանական կոմանդոներն էլ են մասնակցելու այդ շքերթին եւ փաստացի Հայաստանի Հանրապետությանը վարչապետը ընդունելու է շքերթ, որտեղ ադրբեջանական զորամիավորումներ կան եւ հետեւաբար այնտեղ գնալ չէր կարելի։ Մյուս կողմից երրորդ տեսանկյունը որ նայենք կամ ասենք եթե խոսենք այս երկրորդ տեսանկյունի մասին,
Ստացվում է, որ Հայաստանը կթքեր այն ձեռքի մեջ, որը Կրեմլը պարզել էր դեպի Երևան։ Եթե մենք ասենք, մենք չենք գալիս։ Հիմա ո՞րն է այստեղ ճիշտը ո՞րն էր, մայիսի 9-ին գնալ թե չգնալ։ Ընդհանրապես կա ճիշտ վարքագիծ։ Մենք վաղուց դա գիտենք, 1700 տարի առաջ մենք ընդունել ենք ճիշտը եւ սխալը։ Մենք դա գիտենք, արա այն ինչ որ ուզում ես անեն։ Ոսկի կանոնը քրիստոնեության։ Ուզում ասել, որ կա, այնպես չի, որ գիտես, չգիտենք, սա սև է թե սպիտակ։ Մենք գիտենք, դալտոնիկ չենք, մենք գիտենք գույները։ Այսինքն Հայաստանը այսօր իրավունք ունի ոչ ասելու Ռուսաստանին, թե չէ։ Բնականաբար, որպես ինքնիշխան պետություն, այո, ունի։ Մի դեպքում մի անգամ ասել է ոչ։ ՕԴԿԲ-ի դեպքում։ Ասել է, որ չենք ուզում մասնակցել ձեր ագրեսիային Ուկրաինայի դեմ։ Մենք չենք մասնակցի, զորքեր չենք ուղղակի, ձեզ չենք աջակցի։ Մի դեպքում, եւ ես ասում եմ, ոչ մի վատ բան չեղավ։ Իսկ մյուս հարցերը էլի ներողություն, բայց Մոսկվան իմ հիշելով ոչ մի անգամ հապկին այդ խնդրանքով չի էլ դիմել։ Հապ չէ, մենք նաեւ զինվորական երկկողմանի դաշինք ունենք։ Հա, Այ իրենց բազան այ պիտի դիմի, որ մենք օգնենք այս դեպքում։ չէ, մենք արդեն այնպեսի պայմանագրի։ վարքագիծ ունենք այդ հարցում, որ դիմելը նշանակում է խզել հարաբերությունները, որտեղ դիմի պետք է ասենք ոչ։ Չէ, ինչի մենք դիմել ենք, ինքը ասել է ոչ, մենք չենք խզել հարաբերությունները։ Այդ դա վատ է, որ չենք խզել։ Դա վատ է, որ չենք խզել։ Այսինքն շիտակություն չկա, երկերեսանություն, խաղ կա։ Մենք ազնիվ չենք Ռուսաստանի հետ։ Մենք պետք է ասենք, որ մեր երկիրը չի կարող ձեր մաքսային միության անդամը լինել։ Չենք կարող լինել։ Մեր երկիրը հատուկ է, նախ սահմանակից չի, մենք հումքահանքային տնտեսություն չունենք, հետո մենք չենք ուզում խզել մեր հարաբերությունները այլ երկրների հետ, ձեր մաքսային միությունը եւ Եվրազիական միությունը, դա սահմանափակում է, հետ է մղում մեր երկիրը, մեր երկրի շահերից չի բխում, մենք դա չենք ասել, այսինքն մենք ասել կարողանում ենք, հենց ՕԴԿԲ-ի դեպքում հապկեն ասում, ես ասում եմ ճիշտ չի հապկ, դա ՕԴԿԲ է, դա ՍՍՍՌ է, դա բոլշևիկ է, մեծամասնական չի, դա խորհրդային չի, դա սովետական է, այսինքն մենք կարող ենք ոչ ասել, ուրեմն մենք չենք ուզում ոչ ասել, մենք համաձայն ենք հետադիմության հետ, մենք համաձայն ենք, որ իշխանափոխություն չլինի, մենք պատասխանատու ենք ռուս ժողովրդի առաջ, տաջիկ ժողովրդի առաջ, նրանք մեզ մի օր կհարցնեն, կասեն, դուք Բելոռուսի ժողովրդին օգնում եք, որ մնա ստրկության մեջ, դուք օգնում եք բռնապետին, դուք նրա հետ այդ շքերթին, տոնահանդեսին հաղթանակի ում կողքն է կանգնելու մեր երկրի ղեկավարը։ Էլի ֆաշիստների կողքին է կանգնելու։ Բայց ինչ եք տոնում։ Այդ հաղթանակը այն մեկին դուք Դե հիմա այնպես է ստացվել, որ հետխորհրդային երկրների 90%-ը բռնապետական են։ Բա մենք ինչ գործ ունենք այդտեղ։ Մենք գործ ունենք մեր հաղթանակի շքերթում։ Իմիջայլում Ես ասում եմ, չէ, ես այդ դեպքին տեսակետից չեմ։ նրանց կարծիքն եք ասում, հասկանալ, մենք հիմա մեր երկուսի մասին չի։ Մենք քաղաքական վերլուծություն ենք անում։ Դա շատ վատ բան է, որ մենք կանգնած ենք բռնապետների կողքին 1939 թվականի օգոստոսին սովետական միությունը իր հետ տանելով նաև սովետական Հայաստանին Հիտլերի հետ դաշինք կնքեց նացիզմի հետ 2 տարի սովետական միությունը այդ թվում եւ մեր երկիրը մենք հայությունը կռվել է դեմոկրատիայի դեմ նացիզմի դաշնակիցն է եղել, մենք Գերմանիայի դաշնակիցն էինք 2 տարի, բայց այդ ժամանակ մենք հնարավորություն չունեինք ոչ ասելու, չէ, մենք պետք է ոչ ասեինք, որտեղ ի վերջո հաղթեց ժողովրդավարությունը, ազատությունը, 39 թվականին Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը ոչ ասելու ինչ հնարավորություն ուներ։ Իսկ եթե ասեինք,
Օրինակ 1990 թվականի օգոստոսին Մեզ կուղարկին Տեսեք։ կամ ցույց կտային Ալթայի տեսեք, դրամասի ես տեղը։ ձեզ ասում եմ, հասարակ օրինակ է 1990 թվականին ճիշտ այսպեսի քննարկում է եղել։ Ոչ ասենք թե չէ սովետական միությանը 1990 թվականի օգոստոսին մենք ասեցինք ոչ ու թվում էր թե պետք է փուլ գա։ Ամեն ինչ կլինի մեր հետ։ Հեծելազորը թուրքական արաքսգետը կանցնի, չանցավ։ Կամ 1991 թվականի սեպտեմբերին 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի երբ ոչ ասեց սովետական միությանը։ Ինչ եղավ։ Իսկ ինչ գիտեք, որ 1939 թվականին եթե սովետական սոցիալիստական Հայաստանի իշխանությունը ասեր ոչ, մենք չենք կարող Ռիբենտրոպի նացիստների հետ մենք չենք կարող դաշնակից լինել։ Մեր հանրապետությունը չի միանում։ Թող ասեին։ Ինչ գիտեք։ Մենք չգիտենք։ Երկու անգամ ասել ենք, անցել է, ստացվել է։ Երկու անգամ ասել ենք 90 թվականին հռչակել ենք Հայաստանը անկախ, երկրորդ անգամ 91 թվականին հանրաքվե ենք անցկացրել, իմիջիալից պարտադրված էր մարտ ամսին անցկացնել միացման հանրաքվե։ Ես ուզում եմ ասել, որ դա մեր կյանքի օրոք է եղել։ Դա դասագրքում գրված չի։ Մենք եթերում կա փաստաթղթերը բաց են, որ քննարկել ենք միանալ սովետական միությանը 91 թվականի 1991 Հայաստանը չմասնակցեցի վերջ։ Մենք հետաձգեցինք 6 ամսով սեպտեմբերին անկախության հանրաքվե արեցինք։ Հաջորդը Ղարաբաղի հարցը մեզ ասեցին չի կարելի։ Մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք, որ Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Նախիջևանը, Ղարսը դրանք տվել ենք թուրքերին։ Թուրքերը ոնց ուզեն կտել, բայց մենք գրավեցինք, չէ, ազատագրեցինք Ղարաբաղը։ Բայց արդյունքում ունենք այն ինչ որ ունենք։ Ոչ ասեցինք, արդյունքը միշտ մեզ այս անգամ ասեցինք այո։ Տեսեք, մի անգամ ասեցինք ոչ, Ղարաբաղը դարձավ մերը, մերն էր։ Մենք ասեցինք ոչ, իմպերիան ասում էր դա Ադրբեջան է։ Մենք ասեցինք Հայաստան է։ Ու գրավեցինք, ազատագրեցինք, պահեցինք 30 տարի ու մնաց ոսկե տառերով դա կգրվի մեր։ Արշակեն, ես ուղղակի ուզում եմ ձեզ հիշեցնել Շոյգուի արտահայտությունը, որ արեց 2020 թվականին, ասաց մոտավորապես հետևյալ միտքը, որ այնինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ենթադրում էր խոսքի կոնտեքստից, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, դա մեր համատեղ նկատի ունենալով Թուրքիա, Ադրբեջան եւ Ռուսաստան, համատեղ փայլուն օպերացիա էր։ Երրորդ պետք է լինի, երրանկյունի կա Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան։ Ադրբեջանը ացանցիալ բան է։ Ադրբեջանի անունը կարող է լինել այլ բան։ Այսինքն Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջեց, Ռուսաստանը զիջեց Թուրքիային իր տարածքը, այսինքն Ադրբեջանը, որ դարձավ Ադրբեջան, որ թուրքական դարձավ, դա կարող է լինել Լեզգիստան, կարող է լինել Կարող էր, չեղավ, հիմա մենք ունենք այն ինչ ունենք 2020 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվել է համատեղ օպերացիա։ Շնորհակալություն։ Ես դա իմ ասելիքներ դուք հիմա խլեցիք ինձանից։ Չէ, դա Շոյգուն ասել է, ինչև ինձ ու ձեզ։ Տեսնում եք ինչ է լինում, երբ որ մենք չենք ասում մեր խոսքը պետք է ուրիշ լիներ 4 տարի մենք բանակցել ենք Եվրոմիության հետ։ Ես անձամբ եղել եմ պատվիրակության ղեկավարը, անձամբ ես, այ հիմա ռելիկտ եմ։ Ինձ նկարեք, որտեղ են նկարում։ Նկարեք ինձ։ ՆԱՏՕ-ն հրավիրել է 1992 թվականին Գերագույն խորհրդի պատվիրակությանը Գերագույն խորհրդի փոխնախագահ Ռուբինյան Կարոն բյուջետա ֆինանսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանը եւ հասարակական քաղաքական գործիչներ։ Մի խումբ Լյուդմիլա Հարությունյանի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ն մեզ հրավիրել է գլխավոր շտաբ։ Մենք այդտեղ ստացվեց այբենական կարգով Արշակյան Ազատ ինձ ղեկավար նշանակեցին, ես էի իբրթե։ Գնացինք, ՆԱՏՕ-ն մեզ ասեց համեցեք, հրավիրեցին, ասացին եկեք, մենք կապահովենք ձեր անվտանգությունը, մենք հզոր ենք,
փուլ է եկել սովետական միությունը։ Սովետական միությունը ինքը 1990 թվականի նոյեմբերի 23-ին լքել է Հայաստանը, գնացել են, որ ասում են դավաճան, այն ինչ որ ամուսնական ընտանեկան հարաբերությունների մակարդակ են իջեցնում։ Կա փաստաթուղթ, Փարիզյան խարտիա կոչվածը 1990 թվականի նոյեմբերի 23-ին սովետական միությունը լքեց Հայաստանը։ Լքեց, այսինքն թողեցին ու գնացին 7-րդ բանակով ամեն ինչով։ ՆԱՏՕ-ն ասեց, դե որ լքել գնացել է դատարկ տեղը, մենք գանք, ձևը գտեք, մենք գանք ձեզ պաշտպանենք։ Չգտանք։ Ու գիտեք այն կաբինետները, որտեղ որ մենք գնում էինք, խաչակիրների, այդ եվրոպացի զինվորականների կտավներով նկարներ էին։ Դրանք բոլորը Կիլիկայի Հայաստանի համար կռվել էին։ Ասեցին մենք կգանք, ձեզ կպաշտպանենք։ Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակվանից պատրաստեց Շոյգուի այդ հայտարարությունը։ Մենք եկանք զեկուցեցինք իշխանությանը այն ժամանակվա, ասեցինք հրավիրում են։ Մեզ ինչ անենք։ Ասեցին դե մենք մոդեկաբե կմտնենք էլի, այստեղ բանը կանենք էլի։ Շուստրություն։ Մտանք մոդեկաբե, մերժեցինք ՆԱՏՕ-ին։ Այս Շոյգուն տեսա, որ մենք մերժել ենք։ Դա բացառիկ Շոյգուն ես ոսմիր ինչպես հասկանում եմ, որպես հավաքական կերպար։ Այո, իհարկե, Շոյգուն ով է։ Մեր նման մի բան է էլի։ Ազգային փոքրամասնություն ձևի համար։ Ուրեմն, այսինքն մենք սարքեցինք 30 տարի, մենք չպատրաստեցինք մեր երկիրը աղետի, չպատրաստեցինք, մենք պատերազմի չպատրաստվեցինք, մեր բանակը քրեականացրեցինք։ Դուք պատկերացնում եք, քրեական հեղինակությունները բանակում հրամանատարներ էին։ Այսօրվա պաշտպանության նախարարը նախկինում դատված է։ Ես սովետական բանակում ծառայելում, դատվածներին բանակ չէին տանում սովետական միությունում։ Դատված խուլիգանության համար, գողության համար բանակ չեն տանում աշխարհի իրենց հարգող երկրները քրեական դատվածություն ունեցող երիտասարդին բանակ չեն տանում, բանակը մաքուր են պահում։ Մեր պաշտպանության նախարարը քրեական է, նախկին նախարարները բանտում են, նախկինները եւ ներկան, հրամանատարները տեսեք ինչ գործ է։ Այսինքն մենք ոնց էինք հաղթելու 2020 թվականի պատերազմում։ Այսինքն մենք պատրաստեցինք մեր պարտությունը։ Ես ասում եմ վճիռ կայացնելու իրավունք ունենք ու վճիռը հիմա ասում ոնց կարելի է Ռուսաստանից անկախություն հռչակել, ոնց կա հիմա էլ այդ հռչակողն էլ իմիջիալոց հրավիրեք։ Ինքը չգիտի որ սովետական միությունից դուրս գալը նշանակում էր Ռուսաստանի հետ կապերը խզելը քաղաքական։ Ինքը կարդացել է ու միջի հիմա չի հասկանում, ասում է չէ մենք պետք է այնտեղ մնանք, պետք է Եվրազիայում մնանք, ոսկե հորդայում մնանք, մի կերպ մնանք։ Ռուսաստանին համարում են կթանկով, այ իմ եւ նրանց տարբերությունը դա է։ Ես ասում եմ Ռուսաստանը կթանկով չի։ Լավագույն դեպքում մեր գործընկերն է։ Ուրիշ որևէ բան չի կարելի։ Մենք մեր տղաներին ուղարկենք որևէ տեղ, փափուկ տեղ։ Ռուսներին բերենք, որ մեր համար կռվեն, որ մեր երկիրը պաշտպանեն, մենք չկռվենք, մեզ չպաշտպանենք, բանակ չգնանք իրենք ռուսները կան կռվեն մեր համար, այդպես չի լինի։ Ես դրա համար եմ ասում, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է շիտակ լինեն։ Ռուսները ի վիճակի չեն մեր համար կռվելու, չեն կարող կռվել։ Իրենք իրենց համար էլ լավ չեն կռվում այսօր։ Ես դրա համար ասում եմ, պետք է լինենք շիտակ հարաբերությունների մեջ, հրաժեշտ տանք ռուսներին, որպես զինվորական դաշնակից, հրաժեշտ տանք։ Նրանք մեր համար չեն կարող կռվել։ Մենք պետք է կռվենք մեր հայրենիքի, մեր անվտանգության, մեր ազատության համար մենք պետք է կռվենք։ Այդ դեպքում պետք չի կախվել Ռուսաստանի փեշերից։ Նրանց մի հրավիրեք երրորդ համաշխարհային պատերազմի մեր պատճառով Շոյգուն ասեց չենք գա։ Ելցինը ասեց չենք գա, Ստալինը ասեց չենք գա, Լենինը ասեց չենք գալու, Նիկոլայները առաջի, երկրորդ, երրորդ ասեցին չենք գա, Ալեքսանդրները ասեցին չենք գալու։ Բոլորն ասել են չենք գա, ձեր համար չենք կռվի, բայց դուք մեր համար եկեք կռվեք։ Ես էլ ասում եմ չէ։ Դուք մեր համար մի կռվեք, մենք ձեր համար չենք կռվի, մենք մեր համար կռվենք, դուք ձեր համար։ Շնորհակալություն, հուսամ մենք մեր համար կկռվենք դեռ։
Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։